Բարև ձեզ, հարմարություններով եթեր է վերադարձել Հորիզոն լրատվականը 25 մարտի չորեքշաբթի։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր 0 դեմ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավարի պաշտոնի համար Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը առաջարկել էր Հայաստանի նախագահը։ Ինչպիսի խաղաղություն է անհրաժեշտ Հայաստանին եւ ինչ քայլերով կարելի հասնել դրան։ Այս հարցերի շուրջ այսօր հրավիրած ասուլիսում իր ծրագիրն է ներկայացրել Միասնության թևեր նախաձեռնությունը։ Խաղաղության հասնելու ուղիներ, անվտանգության ապահովում եւ բանակի բարեփոխումներ։ Այս ծրագիրն է ներկայացրել Միասնության թևեր նախաձեռնության ղեկավարը, ընդգծելով, թե ինչպիսի խաղաղություն պետք է ունենա Հայաստանը եւ ինչ քայլերով կարելի է հասնել դրան։ Ներկայացնելով ծրագրի 6 քայլերը Արման Թաթոյանը վստահեցնում է, դրանք կստեղծեն երկրում խաղաղություն եւ կայունություն։ Մեր պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով վարչապետին առընթեր, որին կտրվի 6 ամսվա մանդատ, որպեսզի ներկայացնի հստակ ծրագիր։ Հանձնաժողովը կունենա նաեւ ընթացիկ վերահսկողության գործառույթ։ Երկրորդ հանձնաժողովին կտրվի նաև հստակ ժամկետներ եւ հաշվետվողականություն։ Նախաձեռնության ղեկավարը շեշտում է, ծրագրում առանցքային տեղ ունի զինվորականների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը։ Նպատակն է ձևավորել ընկալում, ըստ որի զինվորականը ոչ թե սոցիալական բեռ է, այլ պետության անվտանգության կարևորագույն հենասյուներից մեկը։ Թաթոյանը անհրաժեշտ է համարում նաև արտասահմանյան բանակների հետ համագործակցությունը, հատկապես Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ուղղությամբ։ Նա միաժամանակ կարևորում է նաև Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Թաթոյանի խոսքով ծրագրի առանցքային բաղադրիչներից է նաև խելացի սահմանների ներդրումն ու թվային պաշտպանության համակարգերի զարգացումը։ Մենք զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը, ժամանակակից տեխնոլոգիաներով, մարդկային նաև ներուժի հնարավորինս նվազ ներգրավման, բայց լիարժեք սարքավորումների, արհեստական բանականության, նաև սարքավորումների օգտագործման։ Այստեղ շատ կարևոր է բանակի հետախուզական կարողությունների զարգացումը, որը մենք պետք է շեշտադրենք անպայման, որպեսզի նաև դա անվտանգության համակարգի հիմքերում լինի։ Նախաձեռնության ղեկավարը կարևոր է համարում նաև Հայաստանում զսպման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը կառուցվում են բազմաթիվ գործոնների հիման վրա եւ հիմքեր ունեն, սկսած տնտեսական աճից, դիվանագիտությունից, քաղաքականությունից, մինչև իրավական հարցեր։ Բայց այս ամենը մեր անվտանգության համակարգի հիմքերն են, որոնք պետք է խարսխված լինեն մեր ռազմական կարողությունների վրա, սա շատ կարևոր, մեր պաշտպանական կարողությունների վրա, եւ դրանք մենք պետք է կոչենք զսպման կարողություններ։ Ինչու զսպման կարողություններ, որ որևէ երկիր մեր վրա հարձակվելուց առաջ 10 անգամ ավել մտածի, որ հարձակվի թե չէ, որովհետև դա իր վրա շատ ավելի ծանր է նստելու։ Արման Թաթոյանը վստահեցնում է, առաջարկած ծրագրով հնարավոր է ձևավորել ուժեղ պետություն, արդյունավետ բանակ եւ արժանապատիվ խաղաղություն։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Իրանը պատրաստ է ճանապարհ տալ Հորմուզի նեղուցով անցնող որոշ նավերի։ Միացյալ Նահանգների նախագահը վերջին օրերին արդեն 3-րդ անգամ հայտարարում, որ իրենք բանակցում են Իրանի հետ։ Ավելին նա ասել է, որ մեծ նվեր են ստացել Իրանից, որը կապված է Հորմուզի հետ։ Միաժամանակ ամերիկյան ու իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 12 կետից բաղկացած պլան է փոխանցվել Իրանին։ Իրանը սակայն հերքում է բանակցությունների գոյությունը։ Կանաչ լույս Հորմուզի նեղուցով անցնող, այսպես ասած, ոչ թշնամական նավերին։ Իրանը պատրաստ է ծովային փոխադրումների ազատություն տալ այն նավերին, որոնք իրենց գործողությունները կհամակարգեն իրանական իշխանությունների հետ եւ կապ չունեն Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ հակամարտության մյուս մասնակիցների հետ։ Միջազգային լրատվամիջոցները այս մասին տեղեկացնելիս հղում են անում մի նամակի, որը Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուղարկել է ՄԱԿ եւ միջազգային ծովային կազմակերպություն։ Մասնավորապես այս նամակում նշվում է, որ նավերը չպետք է աջակցեն կամ մասնակցեն Իրանի դեմ ուղղված որևէ գործողության եւ պարտավոր են պահպանել անվտանգության ու ապահովության վերաբերյալ սահմանված կանոնները։ Այս մասին տեղեկությունը հաջորդել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որով կոչ էր արել դաշնակից երկրների ներկայացուցիչներին մասնակից լինել Հորմուզի նեղուցում գործողությունների իրականացմանը, նավագնացությունը ապահովելու համար։ Պահպանելով հանդերձ Միացյալ Նահանգների հետ անհամաձայնությունները, եվրոպական երկրները եւս կարևորել էին անհրաժեշտ միջոցների գործադրումը էներգակիրների գլոբալ մատակարարումները երաշխավորելու համար։ Ուշագրավ է, որ նավերի անցման հետ կապված տեղեկությունների շրջանառումից ժամեր հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը էներգետիկ մեծ նվեր է արել Միացյալ Նահանգներին։
Նրանք մեզ նվեր տվեցին, որն այսօր տեղ հասավ։ Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր մրցանակ էր, եւ նրանք դա տվեցին մեզ։ Դա ինձ համար մեկ բան էր նշանակում։ Մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ։ Թրամփը հայտարարել է, որ իրենց հաջողվել է Իրանում փոխել վարչակազմը, եւ այժմ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու փոխնախագահն էլ ներգրավված են Իրանի հետ բանակցություններում։ Մենք իրականում խոսում ենք ճիշտ մարդկանց հետ եւ նրանք այնքան են ցանկանում համաձայնության գալ, որ դու պատկերացում անգամ չունես, որքան շատ են նրանք ցանկանում դա անել։ Վերջին մի քանի օրերին Միացյալ Նահանգների նախագահը արդեն երրորդ անգամ է ասում, որ իրենք բանակցում են Իրանի հետ, թեև Իրանը պաշտոնապես հերքում է։ Ավելին, Իրանի զինված ուժերի աղբյուրը ասել է, որ Միացյալ Նահանգները երևի ինքն իր հետ է բանակցում։ Թրամփը կրկին պնդել է, թե պատերազմը հաղթել է, միաժամանակ նշելով, որ կցանկանար ավարտել այն առանց նոր զոհերի եւ առանց Իրանի էլեկտրակայանները ոչնչացնելու։ Ամերիկյան ու իսրայելական լրատվամիջոցները հաղորդագրություն են տարածել, ըստ որի ամերիկյան կողմը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 15 կետից բաղկացած պլան է փոխանցել Իրանին։ Շրջանառվող տեքստում ուշագրավ է մի քանի հանգամանք։ Նաթանզում, Իսֆահանում եւ Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտները կհանվեն շահագործումից եւ կկործանվեն։ Իրանը կհրաժարվի տարածաշրջանում զինված պրոքսի ուժերի օգտագործումից եւ կդադարեցնի տարածաշրջանային գործընկերների ֆինանսավորումն ու զինումը։ Կկազմալուծվեն արդեն կուտակված միջուկային կարողությունները։ Իրանը պարտավորություն կստանձնի չձգտել միջուկային զենքի ստեղծմանը։ Իրանի տարածքում չի իրականացվի միջուկային նյութերի հարստացում եւ ամբողջ հարստացված նյութը կհանձնվի միջուկային ատոմային էներգիայի գործակալությանը։ Հորմուզի նեղուցը կմնա բաց եւ կհամարվի ազատ ծովային գոտի։ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ որոշումները կընդունվեն հետագայում, սակայն դրանք կսահմանափակվեն քանակով եւ հեռահարությամբ եւ կծառայեն միայն ինքնապաշտպանության նպատակներին։ Այս պլանի գոյությունը պաշտոնական ոչ մի աղբյուր դեռ չի հերքել, ոչ էլ հաստատել է։ Հակասական բանակցությունների ֆոնին նաև մեկ այլ տեղեկություն է ակտիվ շրջանառվում։ Պենտագոնը պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել Միացյալ Նահանգների բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մի քանի հազար զինծառայողի։ Այս մասին տեղեկություն էր տարածել Reuters-ը, հղում անելով իր պաշտոնական աղբյուրներին։ Դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ երկիր են ուղարկելու զինծառայողները եւ երբ կհասնեն տարածաշրջան։ Նրանք այժմ տեղակայված են Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրագ ռազմաբազայում։ Պենտագոնը պատրաստվում է ուղարկել 3-ից 4000 զինծառայող։ Մինչ այդ էլ տարածաշրջանում արդեն կար մոտ 50,000 ամերիկացի զինվորական։ Թրամփը լրագրողների հետ շփման ժամանակ սակայն չի անդրադարձել այս թեմային։ Կրիստինա Ալագուլյան, Հորիզոն։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսելուց ի վեր Ռուսաստանը Ուկրաինայի դեմ ամենախոշոր օդային հարձակումն է իրականացրել 24 ժամվա ընթացքում։ Երկրի տարբեր քաղաքների վրա կիրառելով 948 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի օդային ուժերը հայտնել են, որ սա եղել է անսովոր ցերեկային ժամերին իրականացված հարձակում, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Արևմտյան Լվով քաղաքում վնասվել է 16-րդ դարի Բեռնարդինյան վանքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, հայտնել են տեղական պաշտոնյաները։ Ռուսական կողմը պաշտոնական տեղեկություն դեռ չի հաղորդել։ Լատվիայի եւ Էստոնիայի տարածքում մարտի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԹՍ-ներ են ընկել։ Երկու երկրի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները թռել են Ռուսաստանից։ Լատվիայում թռչող սարքն ընկել եւ պայթել է Կրասլավայի երկրամասի տարածքում։ Բնակչության շրջանում զոհեր չկան, քաղաքացիական ենթակառուցվածքի վնաս չի հասցվել։ Էստոնիայում էլ մարտի 25-ի գիշերը անօդաչու թռչող սարքը բախվել է Օվերիի էլեկտրակայանի խողովակին։ Էլեկտրակայանը չի վնասվել եւ միջադեպ էական ազդեցություն չի ունեցել Էստոնիայի էներգոհամակարգի վրա։ Լատվիայի վարչապետ Էվի Կասիլյանն մեկնաբանելով Կրասլավայում դրոնի խոցվելը չի բացառել, որ դա կարող էր ուկրաինական լինել։ Դանիայի կառավարության ղեկավարը Մետե Ֆրեդերիկսենը հրաժարական է տվել երկրի առկա Ֆրեդերիկ 10-րդի հետ հանդիպումից հետո։ Երեկ անցկացված ընտրություններում Ֆրեդերիկսենի սոցիալ-դեմոկրատներ կուսակցությունը ցույց է տվել վերջին 100-ամյակում վատագույն արդյունք ստանալով քվեների 21,9%։ Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը ստացել է 11,6%, Վենստրե կուսակցությունը 10,1%։ Մնացած կուսակցությունները 10%-ից պակաս ձայն են հավաքել։ Կուսակցություններին չի հաջողվել մեծամասնություն ձևավորել, ինչը եվրոպական լրատվամիջոցների գնահատմամբ զգալիորեն դժվարացնում է կառավարման կոալիցիայի ձևավորումը։
Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախմբի մենակատար Այսիա Երեմյանն իր առաջին մենահամերգն է ունեցել Գյումրիի դրամատիկական թատրոնում։ Ժողովրդական ու աշխուղական երգերի սիրահար հանդիսատեսը վայելել է երգչուհու կատարումները։ Ավելի քան 2 ժամ Այսիա Երեմյանը ժողովրդիկների նվագակցությամբ ներկայացրել է ազգային երգն ու երաժշտությունը։ Սիրո երգիչ Աշուղ Սայաթնովայի արվեստի հանդեպ անսահման սերն է Այսիայի Երեմյանին դարձրել աշխուղական եւ ժողովրդական երգերի կատարող։ 10 տարուց ավելի է նա պրոֆեսիոնալ բեմում է։ Փոքրուց լսել եմ Ռուբեն Մատևոսյան, Օֆելիա Հանվարդումյան, միանշանակ տարբերակ չունե, այլ երգիչների լսելու սովորել եմ եւ մինչ այսօր հենց մեր ազգային ժողովրդական երգերն է, որ ինձ ոգեշնչում է, ես շարունակեմ եւ երգեմ։ Գյումրիի ժողովրդիկների նվագախմբի ժողովրդական, գուսանական եւ կոմպոզիտորական բազմաթիվ երգերի մենակատարն է եւ առաջին անգամ Գյումրիի դրամատիկական թատրոնի մեծ բեմում հանդես է գալիս մենահամերգով։ Փորձել ենք ստեղծել գեղեցիկ երաժշտական մթնոլորտ, որ հանդիսատեսը իսկապես վայելի երեկոն։ Իմ առաջին մեծ մենահամերգն է, մեծ պատասխանատվություն է իհարկե, ներկայանալ համերգին, հուզմունք կա միանշանակ, բայց նաև շատ ուրախ եմ եւ հպարտ, որ կարող եմ իմ երաժշտությամբ կիսվել իմ հանդիսատեսի հետ։ Կատարումներում հայ երգի հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունն է, իսկ թիկունքում ստեղծագործական խմբի, ժողովրդիկների նվագախմբի թիմային համախմբված աշխատանքը։ Այսիայի երգացանկում մշտապես ու հաստատուն տեղում են հայ աշխուղական եւ ժողովրդական երգերը, որոնցով նա ծաղկեցնում, սիրով ու ջերմությամբ լիքը տրամադրություն է բերում հայկական հարսանիքներին։ Երգչուհին հայ կոմպոզիտորական երգերի ու ռոմանսների փայլուն կատարող է նաեւ։ Տարիների ընթացքում Այսիան կարողացել է իր մասնագիտական ունակությունները բարձրացնել եւ հասել է իր երիտասարդ տարիքին կարելի ասել հասել է կատարողական վարպետության։ Կան ստեղծագործություններ, որոնք մշտական Այսիայի երգացանկում կան, նաեւ կան նոր գործիքավորումներ։ Երգեցողության մեջ Այսիայի շնորհքն ու տաղանդը ժամանակին նկատել ու պրոֆեսիոնալ հարթակ է ուղղորդել Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, երկար տարիներ Շիրակի մարզի մշակույթի բաժինի ղեկավարած Հասմիկ Կիրակոսյանը։ Այսիայի ժողնվագարաններում գործի ընդունվելը դա եղել է մայրիկիս մտահղացումը Հասմիկ Կիրակոսյանի եւ լսելով Այսիային մեկ այլ վայրում, մեկ այլ բեմի վրա եւ փորձել է առանձնանալ եւ ասել, որ Աղջիկ ջան, ես ուզում եմ, որ դու տեղափոխվես Գյումրի, գաս եւ երգես ժողովրդական գործիքների նվագախմբում, որովհետեւ յուրահատուկ է ձայնդ։ Սկսեց առաջին վեհերոտ քայլերը, իհարկե զգացվում էր միանգամից սառնաղբյուրցու այս զգացողությունը ավանդականի ազգայինի երգեցողության զգացու առանց դրան, առանց այդ բնական ձիրքի շատ դժվար կլիներ, բայց այնինչ տեղի ունեցավ հետո, այնինչ տեղի ունենում հիմա, սա ուղղակի հիացմունքի արժանի է։ Նա ամենակարևորը աշխատում է իր կատարողականության վրա, շատ եւ շատ ժողովրդական հանդիպումների տարբեր տիպի ուրեմն միջոցառումների ներկա է եւ սա թույլ է տալիս, որ նա զգա ժողովրդի շունչը։ Աշխուղական ու ժողովրդական երգերի սիրահար հանդիսատեսի ջերմ շունչը Այսիայի Երեմյանին փոխանցեց ամբողջ դահլիճը։ Երգչուհու առաջին մենահամերգը պարային խմբերի եւ ժողովրդական գործիքների նվագակցությամբ շարունակվեց ավելի քան 2 ժամ, իսկ հանդիսատեսը անդադար ծափահարում էր։ Ազգային երգն ու երաժշտությունը պահպանելու, տարածելու գործում ներդրած ջանքերի համար Այսիայի Երեմյանին Շիրակի մարզպետի անունից հանձնվեց պատվոգիր։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լիարուսը եւս սպառված է, ծանոթացեք նորությունների մեր հաջորդ թողարկումներում։